Իհարկե, Ժաննա ջան, իհարկե, այդ ասֆալտ գցելն էլ, չգիտես ինչու, պատահական ձևով ստացվեց հենց ընտրություններից առաջ։ Դպրոց կառուցելը մեր փողով, Այո։ են էլ պարտք վերցրած փողով, այդ էլ բացարձակ պատահական։ Այդ 10,000-ով թոշակա բարձրացնում, փաստորեն ընտրակաշարք, իրա 12 միլիոն այդ բանը պարգևավճարը չի ասում, չէ՞։ Իրանը 12 միլիոնով է բարձրացնում, այս խեղճ մարդկանց թոշակը 10,000-ով։ Հետո ինքը քննադատում էր նախկիններին կոռուպցիայի համար, այսինքն մեր խեղճ նախկինները չֆայմեցին իրանց այդ փողը, որ նրանք ստանում էին, ոնց որ ասում են, չէ, որ գրփել են, չգիտեմ, եղել է, չի եղել, ես չեմ եղել Հայաստանում, գնացեք, գթեք, ապացուցեք, եթե պետք է։ Բայց Այո։ եթե այդպեսի բան եղել է, այդ մարդիկ ուղղակի պետքա դրա անունը դնեին պարգևավճար, չֆայմեցին։ Այսինքն այս թիմը հիմա հասկանում է, որ բյուջեից փող են վերցնում, կոռուպցիայի տեղը սա կոչվում է պարգևավճար, տեսեք։ Ու այդ ամեն ինչը հա ճիշտ եք ասում, ինչ որ պատահական ձևով հենց ընտրություններից առաջ փորձեցին ազատել մեր գերիներին, էլի օգտագործեն ընտրությունների համար։ Այս Եվրոպա գնալը, այս մարդիկ, որոնք Եվրոպայի, եթե նրանք եվրոպական 10 քաղաք ասեն իրար հետևից, ես իրանց $1,000 կտամ, նրանք Եվրոպայի տեղն էլ չգիտեն։ Հիմա այդ Եվրոպայի դրոշը վերցրել են իրանց ձեռքը, մեր բոլոր ղեկավարները միշտ ուզեցել են Եվրոպայի հետ եւ զարգացրել են Եվրոպայի հետ հարաբերությունները, պետք չի Եվրոպան սեփականացնել, այն էլ են մարդիկ, ովքեր բացարձակ Եվրոպայի հետ ոչ մի կապ չունեն, ոչ էլ գիտեն Եվրոպան ինչ է։ Եվ հիմա էլ այդ Եվրոթատրոնն են կազմակերպում, այսինքն դարձյալ եւս մի ընտրակաշարք,